ինչպես եք։ Տերոջ ուրախանայի երբ ինձ կասեին Տերոջը տուն է երթանք ուրախ ենք այսօր այո ոնց կարող ենք ուրախ չլինել երբ որ Տերը մեզ ողորմեց եւ հավաքեց իր տան մեջ իր ներկայությանը մեջ լինելու օրհնություն է միայն Աստծո տան մեջ լինել եւ Աստծո ներկայության մեջ լինելը եւ այսօր հատուկ օր է հայրերի օրը որ նաեւ կնշվի Happy Father's Day ուրախ հայրերի օր մեր բոլոր սիրելի հայրերին այո եւ այսօրվա վստահ եմ թե նյութը թե երգերը ավելի ընտանեկան վերաբերյալ կլինեն եւ միասնաբար թե մեր երկնային հայր Աստծուն կփառաբանենք Սուրբ Երրորդությանը եւ նաեւ մենք որպես ընտանիք ինչպես Աստված կազմեց մեզ բայց նախ եւ առաջ օրհնենք մեր ինչպես ասեցի հզոր հայրը երկնքում որ մեզ հոգ է տանում եւ ամեն բան տալիս եւ օրհնում է փառք իր սուրբ անվան ոտքի վրա լինենք եւ երգելով սկսենք այսօրվա պաշտամունքը ով արարիչ հզոր հայր հավիտենական սիրով ականջ խոնարհեցուր մեր փառաբանության օրհնենք եւ փառաբանենք մեր Տեր ինչպես արժանի է Աշոտ եղբայրը իր աղոթքով այս պաշտամունքը Տերոջը մեր հորը կային առաջնորդ։ Ինչպես սիրելի են քու բնակարանները, ով զորաց Տեր։ Իմ անձս կկապարի, նաև նմանի, Տերոջը սրամներու համար, իմ սիրտս բանույնը ծծությամբ կաղավարել կենդանի Աստծույն։ Ջաջվուգն ադում կդավ ու ծիծերնագը իրեն փույն, իր ծակերը տնելու համար, քու սեղաներուտ քով, ով զորաց Տեր, իմ թակավորս ու
Աստվածս։ Երանի անոնց, որ ոտքան պեշ կբրակին, անոնք ամլապարակեց ևորդեն։ Երանի այն մարդոց, որոնց զորությունը կեզմե է, ու իրենց սրդին մեջ դանդ ճամպաները կան։ Աստված հովիտյան անցելով, աղբյուրի պես կնեն զանիկա, առաջին անցնել անորությունով մի տացրել զանիկա։ Անոնք զորութենե զորություն երթան, մինչև որ Սիոնի մեջ Աստծո առջև երևնան։ Ով Տեր զորած Աստված, լսե իմ աղոթքս, ականջ իմ ողորմի Աստված։ Ով մեր վահանը Աստված, դես ու քու օձյալիդ երեսը նայե։ Վասնի քու սրամելու մեջ, մեկ որ աղասարել աղայել, ավելի դրեցի մանասուս տանաշել վրայական, քան թե ամբաշված վրանելու մեջ վրայել։ Քանզի դեր Աստված արև ու վահան է, դերը շնորհ ու փառք պիտի դա, փառությունը պիտի չփակսեցնե ուղղությամբ գալողներեն, ով զորած է, երաների է քեզի ուսացող մարդը։ Ես էլ շնորհավոր եմ հայրերի տոնը եւ աղոթենք։ Մեր երկնավոր հայր, մեր սիրելի Աստված, մեր սիրելի Փրկիչ, շնորհակալ ենք, որ որպես երկնավոր հայր դու ամեն օր մեզ հոգ ես տանում եւ նաեւ քո օրինակն ես դրել, որպեսզի մենք էլ երկրի վրա որպես հայրեր քեզ նմանվենք եւ քո հատկությունները ձեռք բերելով կարողանանք քո լույսը, քո համը եւ հոտը տարածել մեր ընտանիքներից ներս։ Օրհնիր այս ընտանիքը, այս եկեղեցին, որի գլուխը դու ես Տեր, բոլոր ծառայողներին, բոլոր պատասխանատուներին, նվիրվածներին, ամենքիս ով Տեր, եւ այս տերունական օրը եկել ենք քո գահի առջև եւս մեկ անգամ քեզ փառք տալու, որովհետեւ դու արժանի ես Տեր, դու մեր մեղքերը ներեցիր, դու մեզ սրբեցիր, քո որդիները դարձնելով ամեն օր հոգ ես տանում մեզ, մեր ամեն աղոթքներին քո ականջն ես կախում, լսում ես եւ քո ճոխության չափով պատասխանում ես։ Շնորհակալ ենք, փառք ենք տալիս քեզ Տեր։ Մեր մենք առջև տկարներին, հիվանդներին, նրանք ովքեր այսօր արգելք ունեցան մասնակցելու, մասնավոր Ներսես եղբորը հիշես, Մարիամ քրոջը հիշես, մյուսներին հիշես, որոնք քո առջև են Տեր, երկարես քո բժշկարար ձեռքը եւ ոտքի հանես Տեր։ Եվ հանձնում ենք ողջ պաշտամունքը քեզ Տեր, փառաբանությունները, աղոթքները, ընթերցանությունը, ինչ որ անենք, Սուրբ Հոգի Աստված քո ձեռքով դեպի հորը բարձրանա եւ փառավորվեք Հայ, Որդի եւ Սուրբ Հոգի հավիտյանս։ Ամեն։ Շարունակենք երգել, օրհնելու մեր Տերը։ Աստված օրհնե այն տունը
Սիրով լեցուն աստուծմե օրտնված, գեղեցիկ ամեն շենքեր և սերը կատան մեջ ամեն։ Գեղեցիկ ամեն շենքեր և սեր կատան մեջ, զվարթ սիրուն ամեն դեմքեր և սեր կատան մեջ, հոգար քաղցր միություն, ճշմարիտ խաղաղություն, իսկական հաջողություն և սեր կատան մեջ, սեր տան մեջ, սեր տան մեջ, իսկական հաջողություն և սեր կատան մեջ, բաց խրճիտ է հրճվալից և սեր կատան մեջ, սեր ծնասեն օրի գրից և սեր կատան մեջ, հոտավ է ծաղիկներով, պես երկիր դրախտի պեզով, կյանք անդոր ու ապահով, երբ սեր կատան մեջ, սեր տան մեջ, սեր տան մեջ, կյանք անդոր ու ապահով, երբ սեր կատան մեջ, վեր երկինքը ծիծաղի, և սեր կատան մեջ, վար երկիր սիրով էլի, երբ սեր կատան մեջ, ծով ջուրերն անուշ եկեն, և ճաճանչագեր եթեր, դերնարկը հավնի բարձր, երբ սեր կատան մեջ, սեր տան մեջ, սեր տան մեջ, երբ սեր կատան մեջ, Հիսուս գութտնից հայտներ, այն ժամ սեր տան մեջ, կուղտեմին կոչվույսը սեր, այն ժամ սեր տան մեջ, թող կուր լույսը հրաշահար, արևեն արշավ պայծառ, արատ է մեկն ու խավար, այն ժամ սեր տան մեջ, սեր տան մեջ, սեր տան մեջ, արատ է մեկն ու խավար, այն ժամ սեր տան մեջ։ Ամեն, ամեն և ամեն։ Եվ մեկ երկ ևս տանըտ մեջ, քու սրտիդ մեջ պետք ունիս դու Հիսուսի։ Եթե օգնեցի կարող եք նստել, շարունակենք այս երգներ, գեղեցիկ երգեր։ Բայց ավելի աշխուր։ Կուտանըտ մեջ, պետք ունիս դու Հիսուսի, կուտանըտ մեջ, պետք
ինչ օրհնել է, երբ որ Հիսուս կապրի։ Ամեն շարունակի մաճեղ։ Պիտի խնդրեմ, որ եղբայրները առջև կան մեր Օր Աստծուն, Տերոջը, մեր սիրո նվերները դա։ Պիտի խնդրեմ, որ եղիշ եղբայրը աղորդով առաջնորդի Աստվածին։ Հարավարյան հայր պար եմ տալիս, որ մեզ անգանագևս կյանք տվեցիր, առողջություն տվեցիր, մեր ոտքերը ուղեցիր եկանք ու տա մեջ քեզ հետ հանդիպելու, հաղորդակցվելու և խոսում և ախարդախ խոսքերով սնվելու։ Տեր խնդրում եմ օրհնես այսօր այս պաշտամունքը, օրհնես մեզ յուրաքանչյուրիս, զավակը օրհնես վերինոցությունով, Հարավարյան հայր խնդրում եմ, որ մեր ականջները բացում, այս սրտերը պատրաստ պահես, որպես ոչ թե միայն լսողներ իրենք, այլ կատարողներ իրենք։ Տեր խնդրում եմ, որ այսօր այս պաշտամունքները օրհնես, մաքրես, սրբես, քո սուրբ Եվանգելին այնուհետ Հարավարյան հայր, ինչպես խաղաղությամբ ամփորձան մեզ բերեցիր ուտում, խնդրեմ կհաշեւոր այնպես խաղաղությամբ արձակես մեր տները։ Խնդրեմ, որ այսօր այս յութականներն որ հավաքվեցին, մաքրես, սրբես, որպես միմիայն քո փառքի համար գործածվի և բոլոր հայրերու, որը շնորհավոր լինի։ Երկնավոր հայր, այս բոլոր խնդրում եմ քո որդու մեր ամուշ եղբայր, մեր երես եղբայրը, մեր կյանքի Տեր և Փրկիչ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ և պատվական անունով, միմիայն քո փառքի համար փառավորվեն Հայր, Որդի և Սուրբ Հոգի, Հավիտյանս հավիտենից, ամեն։ Բարելույս բոլորին, մանավանդ հայրերուն, ուրախ հայրերով, գիտեք ամենեն գեղեցիկ օրինակը ունինք Սուրբիկի մեջ։ Գիտեք մենք շան անգամ գսենք, որ Երանի ասոր բեսը լայիր, Երանի ադոր բեսը լայիր, եկսենք ամենեն կարևորը Աստված մեզի թողեց, որ օրինակ մայդևինք, Տեր Աստված մեր երկնավոր հայրն է։ Եթե հորը ուզենք նմանիլ, շատ հաչո օրինակելի հայրեր կլան ասաշխարի վրա։ Աստուծո ամենեն գեղեցիկ օրինակը երկնավոր հայրը, որ մենք հայրենի մեջ շատ գեղեցիկ կսենք, երկնավոր հայր, Աստվածաշունչ, գեղեցիկ բարեր ունենք հայրեն, կարժի է լավ կիտնալ մեր լեզուն, որ բարենակ խոսքի մեջ կսվի, եթե կուզես աղոթել, հայրեն աղոթել։ Ուրախ հայրերով որ, և ուրախ ենք այսօր, որ մեր եկեղեցի քույրերը, մեր հայրերը պիտի հյուրասիրեն և հայրերու կողքին մնացածներն պիտի օրհնվին։ Դագից։ Ուրեմն, երբ որ վերջավորության կա մեր պաշտամունքը, մեկը թող չելա, արջևը սեղան պիտի և գեղեցիկ հյուրասիրությունը պիտի ներկայացնեմ մեր քույրերը։ Մի քանի հայտարարություններ համագումարի նկատմամբ, որոնք որ դված են անունները, որոնք որ դված չեն stand by են եթե դան։
հուլիս 18-19-20 ուրիշ հայտարարությունը գիտեք աղոտքի մեջ և շատեր դալուրունիկ, որ Մարիամ կույրը ինգած է և թևը և ծերկը վիրավորված է փոքր Մարիամ կույր Գզելյան արդեն մեծ Մարիամ կույրը արդեն ոտքը գծավի ինքը օգնության պետք ունի բայց այս բարակային Գզելյան ընտանիքը մեր օգնության պետք ունի եթե ով որ գրնա և պապակին որ ընե որ օգտակարը լանք այս ընտանիքին դարիներ այս ընտանիքը եկեղեցին միշտ օգուտ տված են և հիմա գարիք ունին ճաշ եփել գա ցայն ու կայդևես դերոջը ցայններ շատ գարիքներ կա գիտեք բոլոր դա ընտանիքներ ունիք և գիտեք որ երբեմները հարևանցի գարնենք անգլերեն գսեն for granted բայց պետք է լան գնումներ կա բժիշկի երտալ կա ցեք տանք և զանգենք և նայենք որ ինչի գարիք կա և այդ գարիքին իբր ընտանիք որ մենք եկեղեցին ընտանիք ենք հասնենք և թե աղոտքով թե անձնապես Տերոջը պարգին համար ամեն նաև աղոթենք ներսես եղբոր համար որ բավական Իվան թեատր համար այսօր հոս չէ մեր աղոտներում մեջ հիշենք պես Աշոտ եղբայրը հիշեց իրարու համար աղոթող ըլանք ամեն հիմա դիերավիրեմ եսօր եղբայրը հոսեմ այսօր ամեն մարդ դագից գործեր կտեստայիտ անգլերեն երկը ինքը պիտի երկե և ասի պիտի ենե Տերոջը պարգին համար Վայրս բոլորի շնորհավորում եմ բոլոր հայրերի տոնը, այս երգը նվիրում եմ բոլոր հայրերին, մանավանդ մեր երկնավոր հորը երկնքում, երգի անունը You Raise Me Up, փոքր ժամանակվանից, երբ որ մենք մանուկ ենք, ես որ մանուկ տղա էի, հիշում եմ ամեն անգամ ընկնելիս, հայրս միշտ ձեռը մեկնում էր, որ վեր կանգնեի, մինչև այսօր, փառք եմ տալի Տիրոջը, որ հայրս էլ է ներկա այստեղ և մինչև հիմա օգնում է ինձ և մանավանդ մեր երկնավոր հայրը միշտ մեզ օգնում է և ամեն անգամ երբ որ մենք ընկնում ենք մեր ձեռքը բարձրացնում ենք վերև և մեր հայր Աստվածը իր ձեռքը մեկնում է մեզ և մեզ միշտ օգնում է։ Սա իմ սիրած երգերից մեկն է և շատ դժվար երգ է, բայց պետք է փորձեմ երգեմ Ներեք կարող է առավոտյան մի քիչ փորձ voice ունենամ, բայց փորձել եմ ամեն ուժովս։ Միշանը երկրորդ ձայնը պիտի երգի հետից։
Իրոք հիանալի է, չէ, եղբայրներ քույրեր։ Երբ որ մեր ունեցած տաղանդը մենք դնում ենք Աստծո առջև եւ Աստված բազմապատկում է, հարյուրապատկում է եւ մենք կատարում ենք մեր հիմնական առաքելությունը։ Աստված ինչու սարքեց մարդուն։ Սարքեց, որ խոսենք իր հետ, երգենք իրեն, փառաբանենք, հաղորդակցվենք, թե ինքը մեզ օրհնի եւ լավ լինի եւ թե մենք Տիրոջը ճանաչենք եւ ուրախանանք։ Այնպես որ շնորհակալ ենք Եսայի եղբորից, Միշայից, Արմանից, Վաչե եղբորից ավելի շատ ենք շնորհակալ բոլորից հետ։ Ես այսօր անակնկալ կերպով երեք ներսես եղբայրը ասեց, որ կգնաս, անշուշտ ասեցի, ես բոլոր հրամանները կատարում եմ շատ խելոք գնաս անդել եւ սիրով, ուրախությամբ վազելով եկա միասին ենք։ Հայրերի օր։ Լավ է, որ որոշակի օրեր, որոշակի նյութեր ուղղակի շեշտադրում են, որպեսզի մենք ավելի կարևորություն տանք։ Եվ անշուշտ հայրերը շատ կարևորության եւ շատ մեր ուշադրության արժանի են, որտեղ այստեղ թե հայրեր կան եւ թե բոլորս հայր ունենք, դրա համար էլ լույս աշխարհ ենք եկել, նաեւ մայրեր։ Մայրերի շատ ենք միշտ գովում, լավ ենք անում, բայց հայրերին էլ չմոռանանք։ Հայրերի օր մենք մի պահ կանգ ենք առնում եւ հարգանքի ու երախտագիտության զգացումով լցված շնորհակալություն ենք հայտնում նրանց։ Դիպար հայրը ոչ միայն ընտանիքի կերակրողն է, հաց առնողը կամ նյութական հայթայթողն է, այլ նաև նա մեր կողքին է դժվարությունների ժամանակ, երբ որ ընկած ենք, մեզ կանգնեցնում է, մեզ քայլեցնում է, մեզ դեպի հաղթական ուղի է տանում եւ մեզ չի թույլ տալիս, որ ընկնենք, կոտրվենք, միշտ մեր կողքին է դիպար հայրը։ Անշուշտ աշխարհում կան հայրեր, որ մոռացել են, որ իրենք ունեն զավակներ, դա ուրիշ ողբերգություն է, մենք ներողամիտ պետք է լինենք նրանց նկատմամբ եւ աղոթքով բոլորին բարձրացնելու հետևից լինենք։ Հոր ձեռքերում ենք սովորում աշխատանքը, հոր լրության սովորում ենք իմաստությունը, նրա օրինակով հավատարմությունը, պատասխանատվությունը, զոհողությունը եւ այլն։ Մեր հայրերից շատ բաներ ենք սովորել։ Մեկն ասել է հայրս տանսյունն է, նրա աղոթքը մեր գլխավերևի անտեսանելի ծածկն է, հոր հոգատար հայացքը մեր անփոփոխ վստահությունն է։ Որքան բան է տալիս հայր, եթե նույնիսկ լուռ է, եթե նույնիսկ միայն նստած նայում է մեզ, նրա ներկայությունը մեզ շատ տալու բան ունի։ Այնպես որ այսօր հիշում ենք բոլոր հայրերին եւ այս խորհուրդը մեր առջեւ է, մենք գիտենք, որ մեր գիշերային խավար ժամերին հայրը երբեմն արթուն է, մտածում է, առավոտը լույսը բացվելու պես, ինչպես մեզ համար հոգ պիտի տանի, ինչպես մեզ պիտի բռնի մեր ձեռքից եւ կյանքի ճանապարհի մեջ առաջնորդի, ուրեմն մենք գնահատում ենք եւ սիրում ենք։ Դուք լսում եք, չէ՞ ձեր հայրերին, թե չէ։ Մեկը ասում է, որ շատ չարաճճի արդեն սխալներ արել, ասում է, բայց հայրս միշտ ասում էր։ Միշտ ասում էր այդ մարդը, հայ մարդ, ասում էր, ճիշտ էր ասում, բայց ես չէի լսում, ասում է, էլի էր ասում, չէր օգնում, էլի չէի լսում, ընկերն ասում է, ինչ էր ասում, ինչ իմանամ, չէի լսում, ասում է, բայց ասում էր, գիտի որ լավ բան էր ասում, ամեն։ Մեկ հայրը ավելին է, քան 100 ուսուցիչը, համաձայն եք։ Առանց լավ որ չկա լավ դաստիարակություն, չնայած բոլոր դպրոցների առկայությանը, սա մեծ մարդիկ են ասել։ Բոլոր հայրերը ուզում են, որ իրենց երեխաները իրականացնեն այն, ինչ իրենց չի հաջողվել, գերմանացի գրող է ասել։ Երբ ի վերջո հասկանում ես, որ հայրդ հիմնականում ճիշտ է, դու ինքդ արդեն քո տղային ես մեծացնում, որը համոզված է, որ իր հայրը, որ դու ես սովորաբար սխալ է։ Մինչև հասկանում ենք, որ մեր հայրը ճիշտ էր եւ մենք սխալ ենք, արդեն մեր երեխան է մտածում, որ մենք սխալ ենք, որտեղ ուշացնում ենք։ Մեկն ասել ամերիկացի գրող Մարկ Տվեն, շատ սիրուն, ասում է, երբ ես 14 տարեկան էի, իմ հայրն անգամ հիմար էր, որ ես հազիվ էի նրան հանդուրժում։ Երբ ես դարձա 21 տարեկան, ես ապշել էի, թե որքան է խելք հավաքել այդ ծեր մարդը վերջին 7 տարում։ Իրականում հիմարը ինքն է եղել եւ չի տեսել հոր մեջ եղած այդ ամբողջ գանձերը։ Այսօր սուրբ գրային հատվածը, որ սրտից խոսեց եւ շատ օրինակներ ունենք, արդեն ասեց Վաչե եղբայրը,
անառակ որդու հոր պատմությունից մինչև շատ հայրեր կան, բայց Հեսուին մի բան ուզեցի հիշենք, 5 գտակարանի Հեսուն Մովսեսի հաջորդը Օրես էր անունը կամ Օսես էր անունը եւ վերցրեց Մովսեսը նրա անունը փոխեց Հեսու կամ Ջոշուա մենք ասում ենք, Եշուա, որ նշանակում է Տերը փրկում է։ Մովսեսը տեսավ այս տղայի մեջ գալիք Տիրոջ զորավարին, թե ինքը հայր ուներ, բայց նրա կարծես հոգևոր հայրը եղավ Մովսեսը։ Նավեի որդի Հեսու է, որ ասում է Նավեն իր հայրն էր, բայց Մովսեսն էր իր հոգևոր հայրն էր կարելի ասել։ Եվ ուրեմն Հեսուն բավականին մեծ գործ արեց, ժամանակ չկա պատմելու, թե ինչպես գրավեց Ավետյաց երկիրը, 31 թագավորների ուղղակի ոչնչացրեց, մեկը մյուսի հետևում, 25-27 տարում Ավետյաց երկիրը վերցրեց, գրավեցին, նվաճեցին, ժառանգեցին, եւ ահա, երբ որ ամեն բան վերջացած էր, կարծես թե հայտարարություն արեց 24-րդ գլուխ 15 համարի մեջ։ Ես մի քիչ երկար կկարդամ, որտեղ բավականին հետաքրքիր է, ասում է. բայց եթե Տիրոջ ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու, Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածներին, թե ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք, բայց ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Ընտրեք։ Կարող է չէ ուժով ասել, 31 թագավորի սպանածը ինչ է, կարող է ասել, ով Տիրոջը չի պաշտելու, վիզը կկտրենք, բայց հասկանում է, որ Տիրոջը պաշտելը անձնական որոշում է, ազատ կամքի որոշում է։ Եվ ասում է, դուք որոշեք, ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Ժողովուրդը պատասխան տվեց եւ ասաց, քավլիցի, որ մենք թողենք Տիրոջը եւ ուրիշ աստվածների պաշտենք, որովհետեւ Տերն է մեր Աստվածը, նա հանեց մեզ եւ մեր հայրերին Եգիպտոսի երկրից, ծառայության տնից, նա գործեց մեր աչքերի առաջ այս մեծ նշանները եւ պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին ու բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։ Տերը մեր առջևից քշեց բոլոր ազգերին եւ այս երկրում բնակվող ամորհացիներին։ Ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետեւ նա է մեր Աստվածը։ Լավ որոշում տվեցին, չէ՞։ Հեսուն շարունակում է, կարդում եմ 19 համարը։ Հեսուն ժողովրդին ասաց, ինչ պիտի ասել, ապրեք բրավո, շատ լավ է։ Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է, նա նախանձոտ Աստված է, չի ների ձեր հանցանքներն ու մեղքերը, երբ դուք Տիրոջը թողեք եւ օտար աստվածների պաշտեք։ Եվ շարունակության մեջ ասում է, եթե հիմա որոշում եք, էլ հետ չեք կարող գնաք, եթե հետ գնաք, Աստծո պատժի կհանդիպեք եւ կբնաջնջի Աստված ձեզ, բայց Փառք Տիրոջ ժողովուրդը ի վերջո համոզվում է եւ Հեսուի օրինակին հետևելով ասում է ոչ, մենք պաշտելու ենք Տիրոջը։ Այս հայտարարությունը տիպար հոր, հոգևոր հոր, իսկական ընտանիքի գլուխ եղող մարդու հայտարարություն է։ Ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Հետաքրքիր է, որ շեշտում է ես, առաջի օրինակը ինքն է, նախ ես եմ Տիրոջը պաշտելու, ոչ թե ընտանիքիս հրամայելու եմ գան եկեղեցի, բերելու եմ տանեմ, նախ ես լինելու եմ օրինակը, ես Տիրոջն եմ պաշտելու, որից հետո իմ ընտանիքն էլ անշուշտ իմ օրինակից ոգևորված, բայց նաև սիրելով Տիրոջը, նրանք էլ Տիրոջն են պաշտելու։ Հայրը իր ընտանիքին թևերի տակ հավաքած տանում է դեպի Տիրոջը ներկայացնելու, պաշտելու։ Տիպար հայրը, ծնողը այս պիտի անի նախ եւ առաջ։ Ճիշտ է հագցնել, կերցնել, կրթության տալ, տարբեր տեսակի հոգատարություն անել հոր բաժինն է, բայց եթե մենք եկեղեցու ապագան այսպիսի հայրերով չլցվի, այսինքն ովքեր ոչ միայն հաց են տալիս իրենց ընտանիքներին, այլ նաև հոգևոր սնունդ, ովքեր գիշերները արթուն աղոթում են իրենց զավակների համար, ովքեր առաջնորդում են իրենց ընտանիքներին Տիրոջը պաշտելու, այսպիսի հայրերն են, որ կարող են մեզ մեծ օգուտ տալ։ Այսօր շատ հայրեր կան, իրենց երեխաներին սխալ բաներ են սովորացնում, գիտեք, այս աշխարհի օրենքներով,
պիտի գողանաս, պիտի չրփես, պիտի առիթից օգտվես, պիտի աչքը հանես եւ այլ, շատ իրենց դառը կյանքի փորձից կարծես իրենց երեխաները վրեժ պիտի հանեն այս աշխարհից, որ ասում ում վրա է ջղայնացած, ասում աշխարհքի, ինչ է ջղայնացած, որտեղ իր կյանքի մեջ դժվարություններ են եղել, բայց Հեսուն ասում է ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Վերջում շատ խորը օրինակ պիտի բերեմ ձեզ, բայց նախ գոնե մի 4-5 կետի վրայով անցնենք տիպար հոր, իրական հոր, քրիստոնյա հոր դերը եւ նրա նշանակությունը։ Առաջինը ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Քրիստոնյա հայրը առաջին հերթին ինքն է հավատում եւ վստահում Աստծուն։ Իր օրինակով սովորեցնում է ընտանիքին Աստծո ճանապարհները, նա հոգևոր առաջնորդն է, ինչպես Հեսուն իր ընտանիքի։ Եթե հայրը հոգևոր առաջնորդ չի եւ օրինակ չի, նրա խոսքերը, հորդորները, նույնիսկ նրա բարկանալը շատ արդյունք, ասեք, չի տա, որտեղ գնային, թե ինչ է անում եւ ոչ թե ինչ է ասում։ Երկրորդ, դիպար հայրը սիրող եւ նվիրված է իր ընտանիքին։ Երբ որ խրատի հետ նաև նվիրված է եւ Աստծո օրինակով մեր հոգիների հայրը Եբրայեցիս նամակն ասում 12-րդ գլխի մեջ ինչպես մեզ հոգ է տանում ջնջղուկներին, քիչ առաջ երկեցին բնությանը մեզ ամեն օրյա հացով, հանապազորյա հացով կերակրում է, դիպար հայրն էլ այդպես է նվիրված, սիրող իր ընտանիքին եւ նրա հոգսը հոգացող։ Հաջորդ, դիպար հայրը իր զավակներին չի բարկացնում, չի գրգռում։ Տեսեք ինչ է գրված։ Հայրեր, ձեր զավակներին մի բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությամբ մեծացրեք, Եփեսացիս 6:4։ Դարձյալ կարդում եմ, նա սիրով ու համբերությամբ է դաստիարակում իր զավակների խրատելով, բայց երբեք ոչ բռնությամբ։ Իր կնոջ հետ լինում է համբերատար, բարի ու հոգատար։ Հիմա կասեք աշուտ եղբայրես ինչ իդեալական հայր է։ Այո, Աստծո օգնությամբ մենք այդպիսի պետք է լինենք։ Եթե սխալվում ենք, հայրերն էլ կարող են սխալվել, մարդ են կարող են շեղվել, Աստծո օգնությամբ ետ պիտի վերադառնանք այս վիճակին։ Ուրեմն մի բարկացրեք ձեր զավակներին, ես մի քիչ մեր լեզվով ասեմ, մի զզվացրեք, որ թողեն ձեզանից հեռանան, համը մի հանեք, բաժակը մի լցրեք, այլ հասկացեք, որ կարող է երիտասարդը, կարող է տարբերություն կա, կարող է բաներ կա, որ ինքը ավելի լավ է հասկանում, չէ։ Մենք միշտ մտածում ենք, որ հայրերս ավելի շատ գիտենք, մենք ավելի շատ փորձ ունենք, բայց կյանքի զարգացման հետ մենք հետ ենք մնացել մեր զավակներից, այդպես է։ Հարցնում է երեխան, ասում է, մամա ջան, ասում է, դուք ձեր ժամանակ ասում է iPhone ունեիք, ասում է, չէ, բալես։ Ասում է, դուք կոմպյուտեր ունեիք, ասում է, չէ, չունեիք։ Ասում է, մամա, դու դինոզավրներին տեսել ես։ Ինչքան հին է պատկերացնում։ Ուրեմն պետք է այս բալանսը պահենք։ Մեր փորձը, այո, կյանքի փորձը շատ մեծ բան է, սպիտակ մազերին պետք է ուշադրություն դարձնենք, բայց կյանքի արագության մեջ ամեն տարի, ամեն 6 ամիսի մեջ, ամեն 5 տարի մեջ կյանքը այնպիսի արագությամբ է սրան, որ մենք հետ ենք մնում։ Ես երբեմն մեր տունը կարծիք եմ ասում, նայում են իրար ծիծաղում, ասում չեք ծիծաղում։ Հասկանում եմ ինչ են ծիծաղում, մտածում եմ, որ դու մինչև մտածես մեկ արդեն գիտենք դրա լուծումը։ Հաջորդ, հայրը աղոթող եւ աղոթքի առաջնորդող պետք է լինի, դիպար հայրը։ Արդեն ասեցին, քրիստոնյա հայրը աղոթում է իր երեխաների համար եւ ծնկի եկած նրանց բերում է Աստծո առաջ, նաեւ աղոթել է սովորացնում։ Երբ որ ճաշի սեղան ենք նստում, միասին աղոթենք, երբ որ ճամփա պիտի գնանք, միասին աղոթենք, երբ որ դպրոցական, քննության, ուսումնական հարցեր կա, հայրը հավաքում է իր թևերի շուրջ եւ աղոթք է բարձրացնում, սա աղոթք փոխանցելու, սովորացնելու շատ կարևոր գործ է, որ հայրը պիտի անի։ Չէ՞ մենք անում ենք, թե չենք անում, երբեմն կարող է քաշվենք, բայց անպայման պետք է անենք։ Եվ չորրորդ, պաշտպան եւ հոգատար հայր։ Նա ոչ միայն նյութականն է ապահովում, այլ նաեւ ընտանիքի անդորը եւ խաղաղությունը։ Ապահովում է ընտանիքին արտաքին թշնամիներից։ Գիտեք, հայրը պաշտպանողն է։ Եթե ընտանիք է մտնում այնպիսի երևույթներ կամ այնպիսի
սխալներ կամ այնպիսի քայքայիչ բաներ, որ հետո ընտանիքի խնդրի առաջ է կանգնեցնում, չեմ վախենա ասեմ, որ ամենամեծ պատասխանատվությունը հայրը ունի, չէ՞։ Մենք երբեմն Եվայի սխալը ուզում ենք բարթենք Ադամի վրա, եւ չգիտեմ որքան ճիշտ ասում գիրքը ասում մեզ թե չի ասում, մենք ինչ ենք անում, ասում ենք, եթե Ադամը տեղում լիներ, Եվան չէր խաբնվի։ Եթե Ադամը Եվայի կողքը լիներ եւ որ օծը փորձում էր խաբել, ասել որ չանես եւ Եվան էլ ասել ամուսինս չի թողում, ուզում եմ, բայց ինքը համաձայն չի, մենք այս օրը չենք ընկնի։ Բայց Սուրբ Գիրքը չի ասում մոտ էր, հեռու էր, 10 մետր էր, գնացել էր շուկա, չէր գնացել, այն ժամանակ շուկա չկար շուշտ։ Ադամը տուն է գալիս, Եվային ասում ինձ հարցնող չի եղել, այն ժամանակ բեն Ադամը Եվան էին։ Ուրեմն հայրը պետքա տեղում լինի, հայրը պետքա հսկի, հայրը պիտի նայի, ինչ է անցնում դառնում, ուր են գնում, ում հետ են շփվում, ինչ է բերվում ընտանիք, այդ բերածից հետո ինչ սպասել ընտանիքում, համաձայն եք, չէ՞։ Եվ եթե այդ բոլորը խոսալով չի լինում, որտեղ կարող է շատ խոսանք, զզվացնենք, վերևը կարդացինք, աղոթքով այդ բոլորը կարա լուծվի։ Ծնկի են գալիս եւ որպես հայրեր, ես չգիտեմ դուք ոնց ես ամեն գիշեր անկողնուս մոտ ծնկի եմ գալիս պարտադիր եւ բոլոր նյութերը եկեղեցին, ընտանիքս, մեկ առ մեկ, եղբայրները, ինչ որ կա իմ նյութի մեջ, բերում եմ Աստծո առաջ, հանձնում եմ իրեն, հետո հանգիստ քնում եմ, ասում եմ արդեն տվել եմ իրան թողին կան։ Ես իմ գործը ավարտեցի, այդպես է Աստված ասում է ձեր օքսը, ինչ արեք, բերեք եւ ինձ տվեք։ Անառակ որդու հայրը ամենամեծ օրինակներից մեկն է։ Մինչ ասում է հայրը տեսա, որ հեռվում իր որդին գալիս էր, վազեց նրա առաջ, անառակ որդու առաջ։ Հետո ասում է մեծ տղան, երբ որ խռովեց, դուրս եկավ նրան համոզելու։ Երկու զավակներին էլ հայրը ինչ արեց, ընդառաջ գնաց։ Իսկ այսօր հայրեր կան ասում են, ինքը սխալվել է, պիտի գա, ծնկի գա, ես տեսել եմ, պիտի բանալի չի զիջում։ Լավ, հասկացանք, արդարություն ենք փնտրում, թե միություն, միաբանություն։ Իմ դրոշը պիտի բարձրացնեմ, թե մեր դրոշը պիտի բարձրացնենք։ Սա կարևոր է հոգևոր կյանքի մեջ։ Ինչքան էլ որ ճիշտ լինես, եթե կորցրեցին ում է պետք է ճիշտը։ Քո ճիշտը չեղավ օգուտ։ Ուրեմն տեղեր կա, որ մենք պիտի անառակ որդու հորից օրինակ վերցնենք։ Տեսեք ինչ անում։ Առաջի պատմուճանը տվեք, վերականգնես նրա արժանապատվությունը։ Երբ որ պատմուճանը հագավ, մարդիկ նայեցին, որ չէ, սա ունի այդ արժանապատվությունը, որ մենք մեր զավակներին արժանապատվությունը պիտի բարձրացնենք։ Շատ հայրեր կան հավատացեք, ես տեսել եմ, նստում են իրանց երեխաներից այնքան թերություն են պատմում, ամաչում ես, ասում ես, դու հակառակը պիտի անեի, դու իրավունք չունես, եթե նույնիսկ սխալ են, եթե նույնիսկ թերի են, մատանին դրեց մատը, իշխանությունը վերականգնեց իր որդու, դու պիտի լինես իմ որդին, այս մատանին քեզ, ուր որ կնքես այս մատանին, ուրեմն հետ իշխանություն տվեց, ոչ թե ես էլի եմ ասում, ընտանիքներ կան, որ հայրերը իշխում են մինչև վերջ իրենց երեխաները այլևս զզվում են, ասում են ոչինչ չենք ուզում, կգնանք մի կտոր ջոր հացով կապրենք, քեզանից ոչինչ չենք ուզում։ Այնինչ հայրը իմաստությամբ, հեռատեսությամբ կարող է այդ բոլորը տալ, հսկելու եւ չփչացնելու։ Կոշիկները տվեց նրան։ Հետաքրքիր է, որ կոշիկները ազատության խորհրդանիշն են։ Ծառաները նորմալ կոշիկ չունեին։ Կոշիկներ քեզ քայլիր քո ճանապարհով։ Այն նոր սխալ ճանապարհից եկա, ոչինչ։ Հիմա կշտկեմ, խրատեմ, բայց նորից թող ինքնուրույն սովորի քայլել։ Եվ պարարտ եզը վերեց մորթեց, առաջին եզը, այսինքն ուրախությունը 4 կողմին բաժանեց։ Դժվար նյութ եւ դժվար թեմա է սիրելիներ, բայց ասեմ ձեզ, որ հայրերս պետք է կարողանանք նախ հաղթել ընտանիքում հոգևոր իմաստով, հետո նոր դրսում։ Եթե մենք մեր ընտանիքների մեջ չկարողանանք լինել հոգևոր տիպար հայրեր եւ շահել Քրիստոսի համար, մեր լեզու շատ կարճ կլինի։ Համաձայն եք։ Թեև վիճակներ կա, որ երեխաները չափահաս են այլևս, ինքնուրույն են, հայրը պատասխանատու չի, մեծ մարդիկ են, մենք մոռանում ենք, որ մեծացել են, ելի մեր աչքին փոքր են նրանք, չէ՞։ Ես ձեզ մամաների մասին պատմեմ մի հատ, շատ կծիծաղեք, հրելսեք, քնած մարդ չկա, չէ՞։ Ուրեմն այ մամա ասում է, տղային ասում, տղան մամային ասում, գիշերը 8 անգամ հաշվել եմ, մտել ես մեր սենյակ, գիշերը,
քնած։ Բա ինչ անեմ, տղա ջան ասում է, բացվում ես, մտնում եմ, ծածկում եմ, վերմակը դնում եմ, որ չմրսես։ Լավ ես անում ասում, բայց գալիս ես կնոջս վրայից վերցնում ես, կծում ես վրաս։ Իր համար հələ երեխա է, իր համար դեռ չի մեծացել։ Հիմա մի ուրիշ տեսանկյունից պիտի գամ, հայրերին գովեցինք, ասեցինք, դրեցինք։ Հեսուն երբ որ գրավեց ամբողջ ավետյաց երկիրը, վերջին հասավ, գրեթե վերջին, առաքելությունը վերջացավ, գաբավոնացիներ անունով մի ժողովուրդ կային, սրանք խորամանկություն արեցին, եթե կարդաք Հեսու 9-րդ գլխի մեջ։ Ուրեմն ինչ արեցինք, հասկացան, որ Հեսուն բոլորին մորթելով եկել, հաջորդ իրենք են, մաշված հագուստներ հագան, ծակ կոշիկներ, թելերով, չորացած հաց չորացրեցին, և ծակ ամաններ վերցրեցին, ջրի և այլն, և եկան, այսպես կարծես հեռու ճանապարհից հոգնած, ով եք դուք, մենք հեռու, շատ հեռու երկրից են գալիս, խնդրում ենք մեզ ձեռք չտալ և այլն, և Հեսուն իշխաններն ասեցին, մենք ձերդ ինչ գործ ունենք, մենք ամբողջ աշխարհը չէ, մենք միայն այս երկիրը, որ Աստված մեզ տվեց, եթե դուք այս երկրից չեք, հեռու տեղից եք, մենք ձեզ ձեռք չենք տա։ Դե լավ ասեցին, որ այդպես է, ուրեմն մեզ երդում արեք Աստծո անունով, որ չեք կպնի, որ մենք հանգիստ լինենք, թե չէ գիշերները քուններից կփախնի և հետաքրքիր է, որ մենք կարդում ենք, որ երդվեցին, ասեցին Աստծո անունով մենք խոստանում ենք, երդվում ենք, որ ձեզ չենք կպնի, Աստծո անունով երդվեցին։ Հետո ինչ եղավ, հիշում եք պատմությունը։ Հետո հայտնի դարձավ, որ ինչ հեռու երկիր, ինչ բան, այդ երկրի մեջ գաբավոնացիներն են, որոնց պետք է մաքրեն, կարծես վերջի կտորն են մնացել, խորամանկությամբ խաբեցին։ Ժողովուրդը նեղվեց իշխանների վրա, որ էսի անելու բան չի, մաքրել եք, այս կեղտ ինչ եք թողել, կոպիտ ասած, բայց ասում է Հեսուն և իշխաններն ասեցին, եթե մենք սրանց կպնենք, մեր վրա անեծք կգա, որովհետև մենք Աստծո անունով երդվել ենք։ Եվ ուրեմն նրանց դրեցին փայտ և ջուր բերելու Աստծո տան համար, անիծյալ եք, բայց չկպան, որովհետև Աստծո անունով եղած ուխտը, ասեք, ուխտ է, վերջ, խաբել են, չեն խաբել, բայց այնտեղ մի գեղեցիկ համար կա, ասում է, այս արեցին, որովհետև 14 համարը, բայց Տիրոջը չհարցրեցին։ Ուրեմն Հեսոյի պես հաղթական մեկը Աստծուն չհարցրեց, մտածեց, դե արդեն հասել եմ, վերջացել եմ, ես հաղթական զորավար եմ, բայց Տիրոջը չհարցրեց ու սխալվեց, խաբնվեց։ Եկ սատանան միշտ տենց է, Եդեմի պարտեզում օձի կերպարանքով եկավ, նոր գտականում գրված է լուսե հրեշտակների կերպարանքով կարող է գա, նրանք կգան իմ անունով և կասեն, բայց ես չեմ նրանց ուղարկել։ Ուրեմն խաբնվեցին, որովհետև իրենց աչքի տեսածին գնացին, բայց Տիրոջը չհարցրեցին։ Ինչ կապ ունի հայրերի տոնի հետ, շարունակում եմ։ Անցավ տարիներ և եկավ Դավիթ թագավորը, մոտ 200 տարվա տարբերություն կա։ Դավիթ թագավորը Սավողի ձեռքից փախավ, հալածվեց, հիշում եք պատմությունը, բայց Դավիթի տղան Հովնաթանը շատ էր սիրում Դավիթին և համարներն ասում է, որ նրանց սիրտը կապվեց իրար, թագավորած 18 մեկի մեջ ասում է, Հովնաթանը սրտով կապվեց Դավթի սրտին և Հովնաթանը իր անձի պես սիրեց նրան և հետո ուխտ արեցին Հովնաթանը և Դավիթը, թագավորած 20-րդ գլխի մեջ, Տերը վկա լինի իմ ու քո միջև, իմ սերնդի ու քո սերնդի միջև մինչև Հավիտյան։ Դավիթ և Հովնաթան իրար հետ աղբեր դարձան, բայց Հովնաթանը Սավողի տղան է և Հովնաթանը Սավողի հաջորդն էր։ Խորքում, սա շատ կարևոր է, Հովնաթանը իր աթոռը զիջեց ում Աստծո օծյալին Դավիթին, շատ հեռու տեսավ և զրկեց իրեն, որպեսզի Աստծո գործին չխանգարի և նույնիսկ Սավողը իր վրա բարկացավ։ Անցան տարիներ, մի ճակատամարտի ժամանակ Սավողը և Հովնաթանը մեռան երկուսն, բայց նրա որդին Մեմփիբոստե անունով Հովնաթանի տղան Սավողի թոռնիկը դայակը 5 տարեկան էր, գրկեց որ փախնի, վազելու ժամանակ ընկավ
եւ երեխա երևի ողնաշարը վնասվեց եւ անդամալույս դարձավ։ Ուրեմն Հովնաթանի տղան է, բայց հիմա անդամալույս։ Ուրեմն շատ թորներ ունի Սավուղը, աղջիկները ունեցան երեխաներ եւ այլն։ Անցավ տարիներ։ Ինչ պատմում Աշոտ եղբայրը ուշադիր լսեք, հոր հեռատեսությունը։ Մի օր Դավիթը տեսավ, որ սովը սկսեց իր երկրում։ Սով, մարդիկ մեռնում են։ Ինչ սխալ եմ արել, ինչ եմ արել, որ մեղքի համար։ Եվ գնաց Տիրոջը հարցնելու, 3 օր սով ու կոտորած ա գրում, շատ դժվար։ Եվ երբ որ գնաց Տիրոջը հարցնելու, 3 տարի սով, 3 տարի իրար հետևից, չգիտի ինչ ա կատարվում, եւ գնաց եւ Աստված հետեւյալն ասեց։ Ասեց սա պատիժ ա, ոչ թե դու, այլ Սավուղը քեզանից առաջ խախտեց մի ուխտ խոստում, որ ձեզանից 200 շուրջ տարի առաջ տվել էր Հեսուն։ Հեսուն Գաբավոնացիներին ասել էր մենք ձեզ չեն կպնի, երթվել էին Աստծու անունով, մարդիկ մոռացել անցել գնացել էին, թերևս հիշում էին Սավուղն ասել էր, դե Գաբավոնացիները մեզ խաբել են Հեսուին, ես տես ինչ պետք է անեմ, բայց Աստված պատժում է, որովհետև իր անունով արած երթումը չեն պահում։ Եվ Դավիթը լուրջ ունի։ Առավել ևս Դավիթը ինչ կապ ունի իր թշնամի Սավուղի արած մեղքի հետևանքը։ Կապը հետևյալն է։ Աստված չի մոռանում իր անունով եղած խոստումները։ Դու կարաս մոռանաս։ Եվ Դավիթն ասեց, ինչ անեմ, Տեր։ Արդեն մեղք են գործել, սխալվել ենք։ Լավ լսեք։ Գնա Գաբավոնացիների մոտ, գնաց ահագին կոտորել էր Սավուղ, ասեց, ինչ անենք, որ դուք մեզ ներեք, որ Աստված էլ դադարեցնի այս պատիժը։ Սավուղի տնից 7 տղա կբերեք, մենք կկախենք եւ մենք ձեզ կներենք։ Հիմա Դավիթը կարող ասել, դուք ով եք, այս ինչ պայմաններ եք դնում, բայց Դավիթը Աստվածավախ էր։ Դավիթի սրտի մեջ երկյուղ կար, ասես չէ։ Պիտի անենք, որ Աստծո պատիժը հետ կանի։ Հիմա գալիս են բուն տեղը։ 7 տղա բերեցին, նրանցից մեկը պիտի լիներ Մեմփիբոստեն, Սավուղի թորնիկը Հովնաթանի տղան։ Դավիթը հիշեց, որ Հովնաթանը նրա հայրը ինչ հոգևոր քայլ էր արել, եւ Դավիթի հետ ուխտի մեջ էր մտել, եւ Դավիթի դեմը չէր կանգնել, իր հոր խելքին չէր ընկել։ Եվ Հովնաթանի հոր պատճառով խնայեց իր որդուն եւ այդ անդամալույս տղային հանեց ցանկի միջից, ուրիշ 5 հոգի տվեց եւ ուրիշ 2 հոգի ուրիշ կնոջից, հետաքրքիր է որ մեղքող անունով աղջիկ ուներ Սավուղը, հիշում եք, որ Դավիթին էր տվել, հետո ձեռից խլեց։ Այդ մեղքողի 5 տղաներին տվեց Դավիթ, ասեց լավ ասնակ այդ ձեռի հետ գնան, բայց Մեմփիբոստեին խնայեց, որտեղ Մեմփիբոստեի համար ասել էր պիտի նստի իմ թագավորական սեղանին, միշտ պիտի հաց ուտի եւ իր հոր համար տղան պիտի բարիք ունենա։ Հիմա ամփոփ եմ ես բոլոր շատ անուն լսեցիք։ Առանց իմանալու Հովնաթանը իր կատարած հոգևոր ճիշտ քայլով ապահովեց իր տղային, որ չկախվի, պիտի կախվի կախաղաններից մեկը, եւ թագավորական սեղանից միշտ բաժին ունենա։ Ում խաթեր, ում շնորհքով իր հոր շնորհքով։ Եվ այստեղ մտածելու բան ունենք, սիրելի հայրեր, մեր ամեն արած հոգևոր քայլը ունի իր հետևանքը։ Եթե մենք չտեսնենք, մեր զավակները կտեսնեն։ Գիտեք, Աստծո խոսքի մեջ շատ հստակ գրված է, որ ինչ է գրված, Ելից 20-րդ գլուխ եւ կարդում եմ 5 համարից։ Նրանց երկրպագություն չանես, չպաշտես նրանց, որտեղ ես եմ քո Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին, մինչև նրանց 3-4 սերունդը, որոնք ատում են ինձ եւ ողորմում եմ նրանց մինչև 1000-րդ սերունդը, որոնք սիրում են ինձ եւ պահում են իմ պատվիրանները։ 10 պատվիրանի մեջ է գրված։ Հայրը սիրում Աստծուն 1000 սերունդ օրհնության տակ է։ Հայրը ատում է Աստծուն 3-4 սերունդ անեծքի տակ է։ Ուրեմն հոր որոշումը, հոր քայլը հետևանք ունի իր սերնդի վրա։ Եվ Հովնաթանը թող լինի մեր աչքի առջև, որպես տիպար հայր,
որ իր հոգևոր ընթացքով Աստծո օծյալին դեմ չգնալով ինքը բան չունեցավ, մեռավ ինքը թերևս, երևի մեռնելուց առաջ ասեց ինչ օգուտ ինձ, բայց իր անդամալույց երեխան, որ չէր էլ կարող ապրել եւ պիտի կախվեր, արժանացավ շնորհքի իր միջոցով։ Գանք նոր գտակարան։ Այդ մեմփի ոստեները մենք ենք, անդամալույց, մեղավոր, զրկված, մահվան արժանի մարդիկ։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսի միջնորդությամբ, նրա շնորհքով մենք որ պիտի մեռնեինք եւ կախվեինք, այսօր մենք շնորհք ենք ստացել արտոնություն Աստծո սեղանին մոտենալու, Աստծո ընտանիքի մեջ լինելու եւ մեր կյանքը պահված է Քրիստոսում երկնքում մինչեւ հավիտյան։ Սա գեղեցկություն է, սա օրհնություն է Աստծո կողմից։ Սիրելի հայրեր, մեր ամեն մի հոգևոր քայլը մեծ արդյունք պիտի տա մեր հաջորդ սերնդին։ Տերը օրհնի ձեզ։ Ամեն։ Շատ մեծ բարդականություն։ Աղոտքեն վերջը բոլոր այդ հայրերը, որ իրակնորյա երեխե ունին, հիմա պիտի արջև կան և պիտի նգարվի։ After the last song, before the prayer? After the prayer. Yeah. Աղոտքեն վերջը, այդ հայրերը, որ երեխա ունին Sunday school, թող առաջ կան, որպես նստած կմնանք, հայրերը արջև կան, որպեսի բան, Sunday school-ը նվերում ունի իրենց, okay? Ստագ է, չէ? Հայրերը չէ, հայրերը։ Դերորդն է պատկամը շատ գնամսել, որ աստարարական հայրերը բարդականություններ ունին, մեր ընտանիքներուն, մեր մշակույթի մեջ, մեր շրջանակի մեջ, հայրերը մեծ տեր ունին, հոգևոր հոգևորապես, որպեսի Աստուծո ուզածը, որ նախ մեկ է մենք Աստծո հարցն ենք, ամեն հարցերում մեջ, դիբար հայրը, թեև լուծում ունենա, բայց միշտ Աստծո պետք է հարցն որպեսի որոշումները շիդագլը։ Ամեն, ամեն։ Վերջին երկով և օրդնության աղոտքով պիտի վերջացնենք բաշտամունքը, բայց աղոտքեն վերջը պիտի հայրերը արջև կան, արդեն Sunday school-ն արկու կա արդեն, և պիտի շարունակենք մեր խջույկը, քանի որ բավական քույրերը հյուրասիրություն պատրաստած են հայրերուն իպադիվ։ Ամեն։ Թեպետ պատկամը հայրերուն նվիրված ավելի, բայց վստահ բոլորս էլ օրհնվեցին, չէ։ Եվ եկեք այս երգը վերջի, ոտքի վրա երգենք, Աստծո զավակի համար, որը նվիրվելու ավելի ծառայելու տողեր են, որ պիտի երգենք և մեր անձերը ավելի Տերոջը նվիրենք և ավելի օրինակելի հայրեր ծնողներ լինենք մեր ընտանիքների, մեր երեխաների համար։
փառք ենք տալիս քեզ մեր երկնային Հայր, որ իրոք մենք ոչ թե միայն խոսքերով, այլ ամեն օր տեսնում ենք քո հոգատարությունը։ Այս պաշտամունքը օրհնես, ամենքից առնենք, լիքը գրկով վերադառնանք մեր տները, շարունակենք մեր ծնողներին պատվել, ուրախացնել, հարգել, հակառակ թերացումների, հակառակ սխալների, մոտենանք այնպես, ինչպես դու մոտեցար մեզ Տեր, ես մեզ լայն սիրտ տուր, խոնար հոգի տուր եւ օրհնիր բոլոր հայրերին եւ փառքը պատիվը թող քեզ լինի հիմա եւ հավիտենական դարեր։ Ամեն։